շարժվելու եք դեպի մարզահամերգային համալիր, որտեղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տեսակապով ելույթը հնչեց եւ ավարտին այսպիսի մի խոսք ասաց, որ Ադրբեջանը գնում է խաղաղության օրակարգին, Ադրբեջանը միտված է խաղաղության օրակարգին, որը հաստատեց նաեւ Հայաստանի իմ գործընկեր այսինքն Նիկոլ Փաշինյանը իր խոսքում հաստատել է, որ Ադրբեջանը գնում է դեպի խաղաղության, սա Հայաստանի համար ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Նախ չկա որևէ բան, որ Ալիևը ասի եւ մերս բանը չկրկնի։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը հիմա ունի Հայաստանում իր դրածոյին, իր ենթակային, իր առաջ խոնարհվածին եւ Ադրբեջանի բոլոր պահանջները, նախապայմանները սա հլովնազանդ կատարում։ Ադրբեջանը կարող է, Ալիևը կարող է ասել գնում է խաղաղության, որտեղ Ադրբեջանի պահանջները չեն ավարտվել, Ադրբեջանը Հայաստանը պահում է ուղղակի պատանդի վիճակում, ինչ-որ պատանդի վիճակում է պահում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, մեր մյուս գերիներին, մեր Իշխան տարածքի Նիկոլի ասած Իշխան տարածքի բոլոր ստրատեգիական կետերում Ադրբեջանը այսօր նստած է եւ կարող է ով լիներ փոխարեն ասել գնում եմ խաղաղության, բայց իհարկե հիշում եք, որ դրկա սահմանադրության փոփոխության պահանջ, 300 ադրբեջանցիների իրենց հողերը վերադառնալու պահանջ։ Մենք այսօր ինչ որ առումով օկուպացիայի մեջ ենք։ Օկուպացիայի մեջ ենք նաև այսօրվա վաղվա այս միջոցառումներով, որովհետև եվրոպական այս լիդերների ներկայությունը Հայաստանում ընդհանրապես մեր բան աջակցել Նիկոլին, որը իրականում աջակցում է Ալիևին։ Եթե հիշում եք, եկող տարի Ադրբեջանի դրույթ առաջ նույն միջոցառումը կազմակերպվելու է Ադրբեջանում, հերթական գործարք ենք ընկել, Ալիևը համաձայնվել է, որ այստեղ անցկացվի, որպեսզի Նիկոլը վերարտադրելու շանս ունենա, որը արդեն 0-ի է մոտենում, եւ բնականաբար Նիկոլն էլ աջակցել է, որ հաջորդ տարի նրանք գնան Ադրբեջան Ալիևին աջակցելու։ Այս զույգը սինխրոն համատեղ աշխատում են մեր ժողովրդի, մեր պետականության դեմ։ Շնորհակալ եմ։